Համատարած ջիջ է, համատարած կանչ է, համատարած գոռոց։ Հոկտեմբերի 8-ին եւ 9-ին Փասադինայի AGB-ու կենտրոնի թատերական բեմում կայանալիք խենթությունը դիտելուց հետո ոմանք կասեն պոեզիայի երեկո էր, մյուսները թե ներկայացում էր, շատերն էլ կասեն կինո էր։ Իսկ մենք ասում ենք, սա մի գլխապտույտ է, Պարույր Սևակի բանաստեղծական ոգով։ Ողջույն, Հորիզոնի եթերում կրկին դիմանկար ծրագիրն է։ Այսօրվա մեր դիմանկար ծրագիրը մենք անվանել ենք podcast եւ սիրով ուզում եմ ներկայացնել մեր դիմանկարի հյուրերին։ Վայե Խաչատրյան, կինոռեժիսոր եւ Ռաֆիկ Սարյան եւ դեր խոնար Ծառան Նարինե Չիլինգարյան։ Ողջույն։ Քնած առավոտվանից միասին ենք, բայց դե էլի ասենք ողջույն եւ ողջունենք մեր հեռուստադիտողներին։ Ողջույն։ Դե պատմենք։ Ինչի ենք հավաքվել այստեղ։ Հետաքրքիր է, այս պահին մի բան անցավ մտքովս, որ այս իրավիճակը հաճախ կրկնվում է մեզ մոտ։ Մենք երեքով գումարած մեր 4-րդ մասնակիցը ներկայացման դերասանուհի Կարինե Գարսևանյանը, որը այսօր մեզ հետ այս պահին հարգելի պատճառով մեզ հետ չի, ու մենք նստում ենք այսպես սեղանի շուրջ, ես ի պաշտոնե, այսինքն իրենք ի պաշտոնե նայում են ինձ ու սպասում են, թե ես ի պաշտոնե ինչ-որ խնդիրներ պիտան, որովհետև ռեժիսորություն եմ անում, ինչ եմ անում եւ այլն, իրենք пассив են, ես ստիպված եմ ինձ կոտորել ակտիվ, այ հիմա վրեժս լուծում եմ Նարինեից։ Այս պահին ի պաշտոնե Նարինեն հաղորդավարն է եւ ես ու Ռաֆին հանգիստ մեզ համար նստելու ենք ունա, դե ասա, դե խնդիրներ դու, թե չէ։ Հիմա ասեմ ինչու ենք հավաքվել, որովհետև մեր արխիվում մի մեծ խնդիր է դրված։ Մենք պատրաստում ենք մի նոր բեմականացում, որը կոչվում է Գլխապտույտ Միստերիա Սևակյան ոգով։ Լրություն է, խորունկ, խորհրդավոր, ամեն ինչ է լրել, և լրել այնպես, ինչպես բառարանում բառն է լրում, և գիշերը չունի 12 ժամ, այլ կրկնակի։ Վահեն մեր ներկայացման ռեժիսորն է, Ռաֆին մեր գլխավոր դերակատարն է, ես էլ եմ այնտեղ մասնակցում և մեր շատ սիրելի Կարինե Գարսևանյանը, ինչպես Վահեն ասեց, որը այս պահին մեզ հետ չի։ Հիմա ես քեզ հարցնեմ, թե դու ինչու Սևակ։ Ոչ մի հարց մի տուր, ես մի անգամից ասեմ, որ գաղափարը Նարինեինն էր, ի սկզբանե։ Ես ասում եմ, հետո հասկանում եմ, որ Սևակին վերաբերվող, Սևակի պոեզիային վերաբերվող որևէ բան, ներկայացում կամ պոեզիայի երեկո կամ ինչպես կուզեք ասել, չես կարող ասել գաղափարը ծնվեց կամ ինչպես ծնվեց, որովհետև Սևակը անընդհատ կա, Սևակը մեր շուրջը օդում եւ ընդամենը պետք է ժամանակ առ ժամանակ բռնես այդ ալիքը, մենք բռնեցինք ալիքը, բայց ամենակարևոր բանը, որ մենք բռնեցինք, որովհետև ես երկրորդ էտապն եմ, առաջինը Նարինեի գաղափարը, հետո ես եւ հայտնվեց երրորդ ամենակարևոր գաղափարը, երրորդ ամենակարևոր օղակը Ռաֆին Սարյան, որովհետև ես ասեմ եւ փոխանցեմ խոսքը իրեն, որովհետև ես չգիտեմ մեկին, որը ոչ թե գիտի Սևակ, ոչ թե ուսումնասիրած կամ անգիր գիտի, այլ շնչում է Սևակով արյան մեջ եւ շատ հետաքրքիր է աշխատել Ռաֆի հետ, Ռաֆի որտեղից քեզ այդ հատկությունը Շատ հաճախ են այդ հարցնից տալիս, նամանավանդ երբ ասենք ասմունքի երեկոներ կազմակերպում եմ եւ ասմունքի երեկոներ ունեմ, հարցնում են, ասում են բա դու այսքան Սևակ կարդացիր այս գիշեր առանցի որևէ մի դժվարությամբ 3 ժամ բեմի վրա ու գիտես իմ պատասխանը ինչա Վահե ջան սա մի գիշերով չի եկել ինձ մոտ մի գիշերով ձեռք չի եկել ես երևի թե 45 տարի ես Սևակ եմ ուսումնասիրում եւ պետք է ասեմ որ ես դեռ ոչինչ չգիտեմ Սևակից բայց այդպես է իրականության մեջ ես հոգով ապրում եմ Սևակի բանաստեղծություններով եւ ինձ լսելով կարող են ասել գժվել է ինչ է իսկ ես եմ կասեմ այո գժվել է ինչու չգժվել իսկ գժվելով չեն սիրում եւ ատում իսկ գժվելու չէ փայտը ճարճատում առանց գժվելու չկա շահած մարդ առանց գժվելու չեն ծնի նոր մարդ
Մինչև չգժվի ջուրը չի երա, կեղև չի պատրի հատիկը նռան։ Իհարկե մեր ուրիշ բանաստեղծներն էլ կան, որ ես փորձում եմ նրանցից էլ ասմունք եմ այդ մեր բանաստեղծներից, բայց միանշանակ Սևակը մի ուրիշ հոգեկան աշխարհ եւ շնչառությունի մեջ կա։ Այո, այդքան բան։ Բախջան։ Ես ուզում եմ մի փոքր պատմություն պատմել, թե ինչպես մենք գտանք Ռաֆիին։ Պատահական մի գրական երեկոյի ժամանակ ես Ռաֆին էի լսել, շատ նենց կարճ, ինքը ինչ-որ բան էր կարդում ու ձայնը տպավորվել էր մեջս։ Համատարած ջիջ է, համատարած կանչ է, համատարած գոռոց։ Հետո ասեցի, վայ, ասեցի, մի մարդու եմ լսել, որ շատ լավ ձայն ուներ, շատ հետաքրքիր խոսք ուներ։ Մի հատ գտնեմ իրեն ու զանգեմ։ Մի խոսքով, դե ինձ համար գտնել այդքան դժվար բան չէր, ես գտա Ռաֆին եւ զանգեցի, ասում Ռաֆի, ես մարդն է, բարուր Սևակ ենք բեմադրում, կցանկանաս մեզ հետ աշխատել։ Ասեց հանդիպենք։ Հանդիպեցինք, հիմա այսօր մենք երեքով նստած ենք այս սեղանի շուրջը եւ շատ կարճ ժամանակ է մնացել ներկայացման օրվան, դա հոկտեմբերի 8-ին եւ 9-ին է HBO-ի թատերական սրահում ժամը 7:30, դա դեռ կարճ ինֆորմացիա։ Հետաքրքիր երամիասնություն կա մեր մեջ, ես տեսնում եմ, նույնիսկ քարամիասնություն։ Դες ինչով ենք մենք Սևակի հետ շփված, իր հետ շփում ունեցած։ Ռաֆին գիտի Սևակ, Ռաֆին շնչում է Սևակով։ Դու Սևակի հետ շփվել ես ինստիտուտում վստահ եմ եւ նույնիսկ ընթացքում, փորձերի ընթացքում երևար նայեն ինստիտուտային գիտի Սևակին։ Իմը ես գուցե ավելի շատ հորս ընկերն էր, ես ավելի շատ անձնական մի շփում էլ կա նաեւ եւ ինչ ուզում եք ասեք, ամեն դրվագ, ամեն խոսք եւ այլն, չի հանում իմ մեջից այն զգացողությունը, երբ մի օր դուրը ծեծեցին մեր, դուրը բացեցի, հորս աշխատակից Գրացյան էր, ասեց պապատ ուրա, ասեցի տաննա, ու հայրս ոնց որ զգաց, լարում զգաց, ընդերից մոտեցավ, ասենց Գրացյան մոտեցավ, ես լարված էր Գրացյան սարսափելի դեմքով, ականջիս է այդ ֆրազը Սուրիկ բարևը չկա։ Հերս ասեց, ոնց չկա, ինչ ա եղել։ Չկա, ասեց։ Այդ լարումը մինչև հիմա մնացել է մեջս, էլի առաջին լուրն էր, առաջիններից էին, որովհետև շատ մոտ էին իրար։ Այդ զգացողությունը նույնիսկ ճնշող եւ օգնող է, որովհետև ես այդ պահին հասկացա, դե ես երեխա էի, բայց հասկացա, թե ինչ թանկ, ինչ կորուստասա եղել այդ պահին։ Բայց հիմա վահը ինքը ոնց ես մոտենում ես հարցին, այսինքն ես մտածում ես, որ Սևակին վերաբերյալ մենք ինչ որ աշխատանք պիտի տանենք, դու զգացմունքներդ ինչ է, ինչ ես զգում։ Գիտես, առաջինը թող լինի, թող հնչի շաբլոն, բայց ասեմ, մեծագույն պատասխանատվություն, մեծագույն։ Իդեպ շեշտենք, որ մենք Պարուհ Սևակի կյանքը չենք բեմադրում, կամ ասենք ընդհանուր, մենք ուղղակի Այո, մենք Պարուհ Սևակին բերում ենք մեր կյանք։ Ոնց որ մենք ապրում ենք Պարուհ Սևակով, ոչ թե Պարուհ Սևակին ենք ապրեցնում մեր մեջ։ Այսպես մոտենանք, որովհետև եթե նույնիսկ կլինեն զուգահեռներ, իդեպ ասեմ ներկայացում ասենք, թե պոեզիայի երեկո, եթե գովազդը տեսել եք, այդպես էլ կա։ Համատարած ջիջ է, համատարած կանչ է, համատարած գոռոց։ Հոկտեմբերի 8-ին եւ 9-ին Փասադինայի HBO կենտրոնի թատերական բեմում կայանալիք խենթությունը դիտելուց հետո ոմանք կասեն պոեզիայի երեկո էր, մյուսները թե ներկայացում էր, շատերն էլ կասեն կինո էր։ Իսկ մենք ասում ենք, սա մի գլխապտույտ է Պարուհ Սևակի բանաստեղծական ոգով։ Մենակ պոեզիայի երեկո չէր կարող լինել, որովհետև համենայնդեպս մենք չէինք ուզում անել, որովհետև դե հա կա անում են, լավ են անում իհարկե, գուցե նաև ոտ չգցելու համար լավ անողների հետ, բայց իսկ ներկայացումը շատ ինչ-որ պարտավորեցնող մի բան, որովհետև ներկայացում չի, պիես չի որպես այդպեսին։ Դե իհարկե կա էկրան, կա նաև կինո, եւ այդպես
երամիասնություն, այսպես ասած։ Այսինքն մի խոսքով սիրելի ռեսուրսներ մենք փորձել ենք ավելի շուտ վահեն, ամենահսկա աշխատանքն է տանում վահեն, այսպես շատ իդեպ պիտի ասեմ, որ շատ զգուշությամբ ենք մոտենում այս հարցին, որպես պոեզիայի երեկո, ինչ որ գրական երեկոյի նման չի, մի ավելի շուտ նորություններ, մի բան, որ ինձ թվում է հանդիսատեսը պիտի սիրի շատ, այսպես այդ նորությունը, այդ ներկայացնելը, այդ ձևը, ինչ որ Համենայն դեպս նույնիսկ վերնագիրը գլխապտույտ դնելուց հետո ես հասկացա, որ եթե դրել ես գլխապտույտ, պիտի հանդիսատեսը գլխապտույտը զգա։ դու ունես այդ ռեժիսորական Բաղանդը գլխապտույտի մեջ գցելու։ Մենք երեխեք մենք եւ պիտի տեսնի մի ճանապարհ, որը տրորված չի։ Ու չգիտեմ, գուցե հետո այս ճանապարհը եթե դառնա որպես ժանր, հանդիսատեսը կասի դուք ուր եք, որ ես առաջին անգամ տեսա այս ժանրը, որտեղ ինքը մեծամտություն չի ասածս, բայց ինչ որ ժանր ենք փնտրում ու գտնում ու ոնց որ թե գտել ենք եւ դա Կերևա ամսի 8-ին եւ 9-ին։ Իսկ նայնե դու ինչպես ես զգում։ Այ, ես երբ որ 8-րդ դասան էի, Սևակին ավելի Չէ, ես չասեցին կյանքդ պատմի։ ասեմ, կգամ կհասնեմ, ավելի զգացական է իրանից, ավելի ռոմանտիկ է զգում իրան, որպես 8-րդ դասանի աղջիկ։ Երբ որ ինստիտուտում էի, ավելի զգացական էի։ Երբ որ մի քիչ ավելի մեծացա, ավելի նենց իր մեջ ինչ-որ խոհապ փիլիսոփայական բաներ էի փնտրում։ Բայց այս ներկայացման ժամանակ Ռաֆի եւ Վահի օգնությամբ ես հասկացա Սևակ տղամարդ բանաստեղծին, որ իր բոլոր գրածները այդ այնչի ինչ որ ես հասկացել եմ 8-րդ դասանում, ինստիտուտում կամ 35-40 տարեկանում, բայց տարիքս չեմ ասելու։ Հիմա ինձ թվում է այդպես, որ ասում ես, այսինքն կներես ընդհատում եմ, երբ որ ասում ես 8-րդում բան, այսինքն դու խոսում ես 70-ական թվականներին, Մի քիչ ավելի, այո, մի քիչ ավելի։ Դե լավ, հիմա 70 թվականներին, այո։ հա, այս եմ ուզում բացատրել, 70-ական թվականներին Երևանը գրական երկու մասի էր բաժանված։ Այսինքն մի մասը կային Սևակի երկրպագունները եւ մի մասն Շիրազի երկրպագունները։ Բայց նրանց համատել պետք չի, որովհետեւ դրանք տարբեր ոճերի եւ տարբեր զգացողությունների բանաստեղծներ են։ Հիմա ես ինչպես եմ զգում, ես ինքս նույնպես զգում եմ ինձ շատ պարտավորված, որովհետեւ ոնց որ ասած ես եմ այդ գործը սկսել եւ մենք շատ նաեւ ստեղծագործական վեճեր ենք ունենում, որ առանց դրա անհնարին է։ Արդեն ասել եմ, բարի գիշեր։ Ինչեւ չասեմ ոչ մի բարի գիշեր։ Ատում եմ ձեր նմանների ցինիզմը։ Ատում եմ ծյունը, թե նա տեղում է ամառվա կեսին, եւ մահն եմ ատում, թե հյուր է գալիս աղջկա տեսին։ Իհարկե վերջում միշտ հաշտությամբ ենք իրար հետ իրարից բաժանվում, բայց լավ եմ զգում ձեզ հետ, գիտեք։ Ես էլ առավելևս ես պիտի լավ զգամ, որովհետև դե ամեն մեկս պիտի ասենք ես լավ զգամ։ Հա, չէ, ես էլ եմ լավ զգում, ես իմ բախտը բերել է ժողովուրդ ջան ու աշխատելու ենք, կաշխատենք։ Իդեպ եթե նայեք, այստեղ մեր ներկայացումից փոքրիկ հուշում կա։ Հենց այդ ինչով է տարբերվում պոեզիայի երեկոյից էս մեր ամեն ինչը, որ մենք ունենք իրավիճակ։ Նարինեն խաղալու է իրեն, Ռաֆին իրեն, Կարինեն ինքն իրեն, այսինքն համ իրավիճակ բեմադրություն, բայց ոչ որպես դեր, այլ բնական վիճակում, բնական, մեր ընկալումը, մեր բնական ընկալումը, Սևակի ընկալումը, Սևակին ընկալումը։ Ինձ թվում է յուրաքանչյուրի համար էլ կարող է պատահած լինի, ասենք, այնինչ որ մենք պիտի ներկայացնենք հիմա Սևակը մի կողմ, Եվ մենք բռնած իրար ձեռքից ետ ճամփորդենք հեքիաթի պես դեպի այնտեղ, որտեղ ենք մի 40 կամ 4000 տարի առաջ։ Շատ է պատահ Վահե ջան, ես ասենք, երբ բեմի վրա ասմունքում են բան, լուր լսում են հանդիսատեսը, եւ հետո շատ հաճախ ապատահում, որ մոտենում են եւ հարց են տալի, ասում են Ռաֆի, դու կարդացիր եւ ես զգում եմ, որ
այդ ինչ բանը իմ կյանքում կատարվեր է ու իմ գլխից անցեր այս բանը շատ հետաքրքիր է այսինքն հիմա չեմ ուզում մանրամաս բացատրել սիրում եմ որ հերոստատիտողները գան որ տեսնեն եւ Դե դա իհարկե Սևակի ֆենոմենն է իհարկե որովհետեւ ինքը ինքան Կարծես բոլորի համար է գրել հա եւ Սևակի միջոցով բոլորս ոնց որ դառնում ենք իրար նման լավ իմաստով նույն իրավիճակի մեջ նույն զգացողության մեջ իդեպ ասեմ որ վերցրել ենք Սևակի միայն սիրային պոեզիան սիրային լիրիկան հարգելով հասկանալով որ նույնիսկ 88-ի շարժումը նույնիսկ չգիտեմ մեր ազգի 20-րդ դարի զարգացման հայրենասիրության հայրենիք հասկանալու նույնիսկ քաղաքական իրավիճակների մեջ մտնելու ազդեցություններից մեկը եթե ոչ ամենաշատը հենց Սևակն էր իր անլռելի զանգակատունով եւ քաղաքացու մարդ արարածի մարդը ափի մեջ մարդու իր բնորոշումներով այսինքն նա կառուցեց նաեւ հասարակություն բայց մենք դիտմամբ վերցրել ենք միայն սիրային պահ որովհետեւ զարմանալիորեն այս պոետի մեջ նույնիսկ սերը քաղաքացու է նույնիսկ սիրո լիրիկայի մեջ կա եւ բարոյականություն եւ հարաբերություն եւ մարդկային մոտեցում մարդուն շատ հետաքրքիր խոսքեր ուներ Սևակ այսինքն երբ որ Սևակին այդպես դիպուկ ես մոտենում որպես իր Սևակ հասկանալ դրա համար ես հաճախ ասում եմ որ Սևակ հասկանալը շատ դժվար է կարող է շատ հեշտ է կարդացվում բայց շատ դժվար է հասկանալը ինքը ասում է ես չեմ ծնվել որ մակերեսային ապրեմ ինքը բոլոր այդ գաղափարները կոտրեց այսինքն ասում էր եթե հայրենիք այսինքն անձնազոհություն եթե սեր այսինքն մարդասիրություն ինչ խոսքեր ասեմ այն ծերագրին որ չի հասկացվում բայց կարդացվում է ատեմ թե խղճամ այն տարեգրին որ նյութ է սարքում ոչ թե հավաքում խղճամ թե ատեմ այն տարագրին որ միշտ ապրում է իր հայրենիքում շեշտենք վայ ջան որ Սևակ հասկանալը այդքան հեշտ չի այսինքն մի ամբողջ պոեզիան հասկանալը կարող է պատահի դու կարդում ես մի անգամ երկու անգամ ընկալում ես ասում ես վաու բայց եթե դիպուկ մոտենաս տեսնում ես այդ չի շատ գրածներ սարկաստիկ ձևով գրվում ա որ ունեն հաճախակի բանաստեղծները հետաքրքիր է Սևակ եւ Շիրազ իսկապես Շիրազին կարող է զգալ եւ համարել որ դու Շիրազին գիտես Սևակին զգալու հետ մեկտեղ նաեւ պետք է հասկանալ մի քիչ ավելի դժվար է Սևակը մի քիչ ավելի ուրիշ տեղատան ավելի դեզեր լավ հիմա Վահե ջան դու ինչ ես զգում որպես այս ես ասեմ որ հետաքրքիր է Նարինեն բացահայտեց Սևակի տղամարդ տեսակը ես գիտեի ես բացահայտեցի շատ տարօրինակ մի բան ինձ համար որ նաև իրենց եմ փոքր էի բայց զգում էի բայց պոեզիայից զգացի թե ինչքան ինքնահեգնանք ունի Իրեք ինչի որովհետև ես հասկանում եմ որ երբ մարդու ինտելեկտը գաղափարը բարձր է նա ինչքան էլ տրվի զգացմունքին նա անընդհատ ամեն վարքյան իրեն կողքից նայում է որտեղ ինչքան ես քեզ սիրում եմ ասում բայց ասում եմ տեսնեմ հետաքրքիր է կողքից նայեմ տեսնեմ ես ոնց ասացի Սևակը ունի դա Սևակը երբ պորտկումը կա արդեն հոգեբանության ու սիրո Եկել ասում հա հեքիաթը մտքիս եկավ կամ ֆուտբոլասեր չեմ բայց գնդակը որովհետև ինչ մեկ ուրիշը կասեր գնդակն եկավ ինքը ֆուտբոլասեր չեմ ես բայց աշկերտից դիմաց ինչ որ մի գնդակ է անվերջ կաղում խաղում ընտանում են այսպես գնդակն ինչ գործ ունի ինձ հետ լռության հետ եւ մեր անջատման հետ եւ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ և կանացի ձերք է ճուղին մանջարդված։ Եվ ես բացահայտեցի նաև Սևակի ինտելեկտուալ պահը, ուղեղը, մտածողությունը նաև։ Եվ ես ինչ որ ասում ենք, այս ամբողջը մեզ
մեզ պարտավորեցնող մտքեր են։ Այսինքն ինչքան գովես սևակին, այն դեպքում երբ դու բեմադրում ես մի բան եւ դրամ ինչքան բարձրացնես սևակին, այնքան դու ստիպված ես համապատասխանել։ Եվ մենք փորձում ենք համապատասխանել, հավանադեպս հետաքրքիր կլինի։ Ես կարծում եմ հանդիսատեսին հաստատ հետաքրքիր կլինի։ Ես անընդհատ դիմում եմ հանդիսատեսին, հանդիսատեսին։ Եվ վերջերս ամեն ինչ արվում է հանդիսատեսի համար, այլ հանդիսատես ասացիք մի հարց առաջացավ քեզ որպես ռեժիսոր, հետո քեզ որպես դերասան, ես ինքս էլ կփորձեմ պատասխանել, այ ինչ պետք է անել, որ այդ դերասան եւ հանդիսատես կապը ստեղծվի։ Այդ էներգիաները sense ճիշտ փոխանցվեն։ Շատ པարզ մի բան։ Շատ հեշտ։ Պարզապես դերասանը բեմում պետք է լինի ազնիվ։ Պարզապես դերասանը պետք է լինի բնական, որովհետև այդպես չի պետք է պարտադիր չի սովորես ինստիտուտներում, որպեսզի տարբերես անբնականն ու բնականը դերասանական խաղում։ Մարդը իր ենթագիտակցությամբ, մարդն իր ողնուծությամբ տեսնում է, սա կեղծ է, սա անկեղծ։ Եվ այդ կապը միանգամից կապը ստեղծվում է դերասան եւ անկեղծությամբ։ Ինքը միանգամից, այսինքն ես եթե տեսնում եմ, որ արա չի խափում, արի լսեմ իրեն։ Եվ մենք դա էլ փորձում ենք անել։ Փորձում ենք չխափել ձեզ։ Մենք թատրոն չենք խաղում։ Թատրոն դες շատ ենք մեր բաների մեջ, դա հետ կա թատրոն խաղում։ Բայկը հետ ճանանում ասում է երիկա թատրոն խաղաս։ Երիկա թատերական ինստիտուտը դերես։ Լավ, Ռաֆի, դե դու ասա, ոնց ես զգում քեզ մեզ հետ, որտեվ դու շատ sense անակնկալ եք արանկար մեր թիմ։ Մեր ջերերը։ Մեր ջերերը։ Ես չեկա, դուք ինձ։ Հա, կանչեցիք, բայց դու ուզեցար որ կարող էին ասել ոչ, բայց Իհարկե, երբ խոսքը գալիս է, ես միշտ այսպես եմ արտահայտվում, ասում եմ մի անգամ եւս հավաքվում ենք նորին գերազանցություն գրականության շուրջ, չէ՞։ Դա սա լուրջ եմ ասում։ Ես ապրում եմ դրանով։ Այսինքն, եթե գրականությունը անբաժանելի մասնիկն է իմ կյանքի, չի կարող դե պարզա իմ զգացմունքները ինչ կլինի եւ ոնց պիտի լինի։ Իսկ ինչ մնում է, ասենք, նման երեկոների կամ նման ներկայացման բան ձևերին, իհարկե ամենաուժեղ պատասխանատվությունն եմ վերցնում ինձ վրա, որով չեմ սիրում վրիպեմ կամ ընդհանրապես սխալվեմ։ Թերահավատություն, որ շշնջում է ականջիդ, դες չխափվես։ Սխալվել նպատակս այն չի, որ ասենք մարդը կարող է պատահի սխալվի, հարցերին զգուշությամբ մոտենալ, որպեսզի դու ինքդ քո սկզբունքների վրա ոտչ դնես։ Դա ամենը այդքան է։ Եվ հույսով եմ, որ կարողանամ արդարացնեմ, չգիտեմ։ Եվ սիրելի հանդիսատես, մենք այս աստիճան զգուշավոր մարդուն գայթակղեցինք մեր գործի մեջ, պատկերացրեք։ Հիմա շշնջալու իմ հերթն է։ Փորձիր արգելված պտուղը, կորուստը չնչին է, ընդամենը հավերժական կյանքդ։ ես չեմ ուզում հավերժ ապրել։ Առավել եւս ծանծրալի ու անիմաստ ժամանակավոր կյանքդ։ Բայց չասենք, որ ինչ ենք ուզում անենք, թողենք անակնկալ լինի։ Չէ, իհարկե, մենք ուղղակի պահում ենք պատմում մեր ստեղծագործական աշխատանքային ինձ համար վիճակը։ զարմանալի բաներից մեկը գիտես ինչն էր, որ Ռաֆին եկավ, ես ծանոթացա, ես հիշեցի, որ լսել եմ իրեն, ձայնը, մոտեցումը, պոետիկ մտածողությունը, արվեստի հետ կապված, օղնուծոցով արվեստ եւ նաեւ դերասանական շնորհքով, բայց հետո ասենք մյուս օրն ասեց, դե ասեց, գիտեք, ես այսօր չեմ կարող գալ, գործի եմ, ու պարզվեց, եթե ես մի օր ֆիլմ նկարեմ, ինձ համար շատ հետաքրքիր կերպար կլինի մեկը, որը գալիս է փորձերի սևակակարդում, իսկ դրա մեջտեղում ինքը օդանավերի անվտանգության ասա անունը անվտանգն է անվտանգության աշխատակից, այսինքն մի մարդ, որից կախված է առնվազն մի 250-ից 260 հոգու կյանք։ Այդ պատասխանատվությամբ աշխատելուց հետո գալիս է այս պատասխանատվության մեջ, ընդ որում խիստ տարբեր մասնագիտություն։ Ընդ որում, եթե համեմատենք այդտեղ աշխատում է, այստեղ հաճույք է ստանում։ Եթե համեմատենք ինքնաթիռի անվտանգությունը ամսի 8-ի անվտանգության հետ,
Ռաֆին կապահով։ Ռաֆի սխալից ինքնաթիռում կտուժեն մոտ 300 մարդ։ Ամսի 8-ին մի 150 ավել մարդ չկա։ Բայց էլի մեկա դու էլի Բայց կմոտենաս։ գիտես, հետաքրքիր բան ասացիր, կյանքը շատ երբեմն մարդուն ստիպում է, որ մի բաներ անում, որ դու ինքդ չես։ Ու երբ հանկարծ գիտակցում ես դա, գալիս է ինքնախոս թվանանքը։ Դու մի հորինված եղակ ես գուցե ու հանդիպել ես ինձ մտքումս լոկ։ Բայց իրական ես, ինչպես բուրմունքը հողի, վարունգի, խոտի, մատիտի։ Եվ ես ուզում եմ, որ շրջապատես ինձ այդ բույրերով, լոկ այդ բույրերով, հողի, վարունգի, խոտի, մատիտի, բույրով մանկության, բույրով մաքրության։ Իմ ձևը արվեստն է, Վահե ջան։ Ես ծնվել եմ, որ արվեստով զբաղվեմ։ Եթե խիստ տարբեր մասնագիտությամբ եմ աշխատում, լոկ նրա համար, որ կարողանամ գոյատևեմ եւ ընտանիք պահեմ, չէ՞։ Բայց ես այդ չեմ։ Իհարկե, իմիջիայլոց ասեմ, ես ինձ արվեստագետ չեմ համարում։ Ես ուղղակի արվեստասեր եմ, որ հետևողականություն եմ ցույց տվել, սիրել եմ իմ լեզուն, իմ պատմությունը, իմ գրականությունը, հետևել եմ եւ այստեղն եմ հասացրել։ Հիմա շատ էսպես էլ չգովանք ինձանից, որով թող հանդիսատեսն ասի, որ ինչ է լինել։ Չէ, արվեստագետ կա, որ ֆուտբոլասեր է, ֆուտբոլիստ կա, որ արվեստագետ ավելի շատ։ Եվ իհարկե խոսենք մեր 4-րդ մասնակցի մասին, Կարինեն Գարսևանյան ներկայացման մեջ հանդես է գալու միայն իր ձայնով։ Իդեպ Աստված տվել չի խնայել ձայնը, այդ շատ հետաքրքիր ձայնով իր, բայց իր Բայց առողջային գիծ ունի ամբողջ ներկայացումը։ Այո, սկիզբ ու վերջը տանում է մթնոլորտ ստեղծող։ Պատմությունը կարծես իրանից է սկսվում։ Եվ ասեմ, որ իհարկե էլի գաղտնիք եմ բացում, Ռաֆին էլ այդքան շատ չի երևում ներկայացման ընթացքում, որովհետև եթե ընտրել ենք radio talk show-ն, ուրեմն ձայնը ավելի կարևոր է, քան պատկերը։ Եվ կարծում եմ, որ պոեզիայում հենց ձայնը ավելի կարևոր է, քան պատկերը։ Շատ դժվար է այս հարցը բացատրելը, Վահե ջան, ես փորձում եմ միշտ լավ մտածեմ դրա մասին եւ ճիշտ պատասխանը գտնեմ, բայց ցավոք մինչեւ օրս այդ պատասխանը չեմ գտնել, որ արդյոք եթե ենթադրենք այսինչ կամ այնինչ բանաստեղծը, չէ՞։ Լավ, սերունդը կա, որ այդ բանաստեղծին չի տեսել ընդհանրապես, չէ՞։ Բայց երբ կարդում է իր բանաստեղծությունները, իր ստեղծագործությունները, ասենք իր երևակայական պատկերն է ստեղծում։ Երևակայական աշխարհի մեջ, չէ, բառերը որ լսում է, այն ինչ որ ականջին ծանոթ է բան, հետո ձայնն է մեջտեղ գալիս։ Հիմա դու պատկերացրու մի հատ շատ գեղեցիկ բանաստեղծություն, չէ, մի հատ տհաճ ձայնով ենթադրենք, կամ ոչ սիրելի ձայնով ուզենաս արտասանես, չի ստացվում դա։ Չի ստացվի, Հա։ Դե Աստված քեզ տվե չի խնայել այդ ձայնի առումով։ Վայ, Ռաֆի։ Ես ինքս չեմ զգում այդ։ Ես չգիտեմ ուրիշները ոնց ոնց է։ Էլ հետո խոսել չէ։ Մի հատ եմ ձայնս։ Հա, բայց այդպես չի, Վահե ջան, դու գիտես, որ այդպես չի։ Ռաֆին շատ համեստ մարդ է, շատ։ Ես գիտեք շատ ուրախ եմ, որ այս միությունը կազմվեց մեր մեջ, այս նորաստեղծ միությունը, հուսանք, որ մենակ սրանով մենք չվերջացնենք ամեն ինչը, այսինքն սա չլինի առաջինն ու վերջինը, որով պոեզիայի ներկայացնելու նոր ձևերը ուրիշ, տեսեք, մենք Հայաստանից դուրս ենք ապրում, չէ՞։ Ես միշտ հավատացած եմ նրան, որ իսկական եւ իրական մշակույթը Հայաստանից է։ Մենք դրսում այն չենք, եկեք մեկից Ռաֆի, ես ոչ թե վիճում եմ, ես պահին քեզ հետ, այլ ուզում եմ մի բան ավելացնել, բայց չէ որ երբ կա մեջ այդ մշակույթ, այն երկիրը որտեղ ապրում ես կամ այն միջավայրը որ ապրում ես, եթե դու պինդ ես եկանով որ դու ոչ թե կուծացվես, ոչ թե կազդվես ու կգնաս այլ պինդ ես քո մշակութային քո այդ կորիզով երկիրը եւ միջավայրը գույն է տալիս եւ պատահական չի որ ես չեմ պատկերացնում օրինակ Վիլյամ Սարոյանին Հայաստանին
Հայաստանում։ Ես չեմ պատկերացնում Շարլ Ազնավուրին Հայաստանում ապրելիս։ Չեմ պատկերացնում նույնիսկ ես Արամ ռոպագանդա Խաչատրյան, չեմ անում, հա, հասկանում ես։ հա։ Ես չեմ ասում, որ լավ է որ Հայաստանում չեմ, պարզ է։ Մենք բոլորս էլ ուզում ենք, մենք բոլորս էլ հայրենիքն ենք սիրում ու կարոտում, բայց ես դա բերում եմ որպես ապացույց, որ միջավայրը գույն է տալիս, միջավայրը ավելացնում է մի բան, եթե դու հայ ես Վիլյամ Սարյանի նման ու դու հայն ու հայն ես գրելու, անգլերեն գրելը չի խանգարում այդ դեպքում քեզ, եթե դու Շարլ ես ֆրանսերեն երգելը չի խանգարում, եթե դու Փարաջանովն ես ռուսերեն ֆիլմերը, եթե Արամ Խաչատրյանն ես էլի ռուսերեն խոսելը։ Ես նպատակս ուրիշ մի բան էր, վայժան կներես ընդհատում եմ, Չէ, մի ես ուրիշ ավելացրի ասեմ։ խիստ տարբեր նպատակ ունեի հասացնելու։ Գիտես, ասենք եկեք այսպես պատկերացնենք, հարցը այսպես տնեմ։ Երևանում եթե ասենք հայտարարությունը լինեն, որ ասմունքի երեկո բոլոր խավի ժողովուրդը կարողանում են մասնակցել։ Այսինքն 20 տարեկանից, 15 տարեկանից մասնակցում են մինչև մեծ տարիքի։ Բայց հիմա ահա արի դու ասենք Միացյալ Նահանգներում ասմունքի երեկո։ Ո՞ր մի երիտասարդն է մասնակցում ասմունքի երեկոներին։ Ծայրեղես մի քիչ լավ, այտենց ասեմ։ Չէ, վերջապես հայրենիքն է, չէ, վերջապես մեր Չէ, բայց հայրենիքն։ կա երիտասարդներ շատ կա, Շատ որտեղ ես հետաքրքրված են, Հայաստանում ճիշտ եմ ասում, շատ Երևանում հետաքրքրված են։ ես վերջերս գնացել եմ ու բավականին երիտասարդներ էին ասմունքի երեկոյին, բավականին։ Ուզում ասեմ հիմա մենք կիմանանք մեր ներկայացմանից ովքեր ինչքան է երիտասարդները այստեղ հետաքրքրված ընդհանրապես Մենք փաստորեն այստեղ մեր պոեզիա երեկոներով նոստալգիա ենք բերում։ Մենք նոստալջիկ բան ենք անում։ Օրինակ մեր ներկայացումը Քիչ ավելի ինչ տարիքի համար է։ Օրինակ ինչ տարիքից սկսած մարդիկ կգան մեր ներկայացմանը։ Ազնվորեն, Այո։ քիչ գլուխ գովալով, Այո։ բովանդակությամբ 40-ից բարձր ձևով, ֆորմայով։ Մինչև 25։ Ճիշտ ես։ Եթե այսպես նայ։ Ճիշտ ես։ Դե հիմա պիտի ընտրի անցած բովանդակություն ասում թե Գիտես ինչ Դե եթե երկուսը իրար հետ հաճելի sense իրար հետ ներդաշնակ են միքսվում են։ Չէ, հիմա ամեն դեպքում 25-ն էլ կարող է գա, իր համար մի նոր բան բացահայտի, սիրի եւ շարունակի։ ճիշտ այդպես է։ Ճիշտ այդպես է, այսինքն կան երիտասարդներ, որ ենթադրենք պատահմամբ գալիս են ասմունքի երեկո, ենթադրենք հիմա կամ ստիպված կամ կողից բզում բաման պիտի գնանք, հետո հետաքրքրվում են։ Ինձ շատ է պատահել, որ հաճախ մոտենում են ինձ, ասում են Ռաֆի, էս ինչքան սիրուն էր։ Էս ինչքան հասկանալի էր։ Այսինքն եթե մի հատ բանաստեղծ մի ամբողջ աշխարհ, մի ամբողջ հոգի, մի ամբողջ զգացմունք է դնում, որպեսզի կարողանա այդ տողեր իրար կողի շարի, այդ բառերը, որ ասում են, դուք բոլորդ գիտեք։ Չգիտեք։ Բոլորս էլ գիտենք։ բարերը շարված։ Հա, բայց շարվածքն է կարևոր, ներդաշնակ այո։ ձևով գալիս եւ միացնում ես եւ բանաստեղծություն է կոչվում եւ հետաքրքիր դա որ այդ բանաստեղծությունը ոչ թե 10 տարի ու 20 տարի ու 50 տարի, այլ 200 տարի, 300 տարի գնում է, չէ՞։ Այո։ Դա է հաջողությունը։ Եվ հետո երիտասարդը որ հասկանում է, սիրում է։ Չեն սիրում այն ժամանակ, երբ չեն հասկանում։ Ճիշտ ես։ Մենք ինչ որ անում ենք հանդիսատեսի համար, մենք անում ենք մարդու համար։ Եվ երջանիկ են նրանք, ովքեր անում են արել են ու անում են բարձր արվեստ ու հասկանալի են հասարակ մարդուն։ Մենք էլ ենք փորձում անենք։ Մենք էլ ենք ուզում դառնալ երջանիկ։ Այո, եւ երջանկացնել մեր այն հանդիսատեսին, որը այդ օրը կգա, կվայելի սևակ, գլխապտույտ, կընկնի ինչ որ առումով նաեւ գլխապտույտի մեջ, ինչի ոչ։ Այդքանը։ Քիչ հոկտեմբերի 8-ին եւ 9-ին HBO-ի թատերական, այո, սրահում Փասադենայի տեղի կունենա մի հրաշալի ներկայացում, ես չեմ ուզում վատ զգամ այդ բառը ասելու, Պարուշ Սևակ, գլխապտույտ, անվանվելա միստերիա Սևակյան ոգով։ Իդեպ եւս մի բացահայտում արագ ասեմ, որ դե մենք բարձեցինք, ես վստահ եմ, որ դու չգիտեիր, որ HBO դալիճի տակը կա մի փոքր ավելի փոքր դալիճ, այդպես Pasadena HBO-ի հետ տակն է, որտեղ աստիճաններով իջնում ես։ Փոքր
իր բանով կոմպակտ, Կոմպակտ, այսպես ասած, եւ իսկապես թատերական եւ հենց պոեզիայի երեկոյի համար շատ Ինքը հետաքրքիր որտեղ ներկայացումը որպես այդպեսին կամերային է։ Կամերային ներկայացումը եւ այդ դահլիճը մեզ համար, որտեղ նոր ենք բացահայտել այդ դահլիճը մեզ համար շատ հարմար է։ Բայց ես մի բան էլ հիշեցի Ռաֆիի մասին, էլ ասեմ էլի։ Ռաֆիի մասին, օքեյ։ Հա, Ասա։ Ռաֆին նաև շատ լավ երգում է։ Օ։ Շատ բաներ է։ Էլ անակնկալ չմնաց, սաղ պատմեցի։ Դե ասա վերջում տղեն մեռնում է թե չէ։ Ամբողջը պատմեցի։ Չեմ ասելու այդ մեկը։ Այդ մեկը չեմ ասելու։ Ռաֆին երգում է։ Շատ գեղեցիկ երգում է։ Լավ, այդքանով վերջացնենք, հա, երգելու մասին։ Ավելի շատ Ռաֆին չի երգում, էլի Ռաֆին զգում է։ Այո, զգում է։ Ես շատ կարևոր բան է այդ մարդ։ Պարտադիր չի ասի, պարտադիր չի ցույց տա։ Երիքա զգա։ Եվ ինձ դերասան վերադառնանք այդ կապին, դերասան հանդիսատես, որ եթե դերասանը երգիչը զգում է ինչ է անում, հասկանում է ինչ է անում, ու ազնիվ է, ինքը հաջողություն կունենա։ Ռաֆի, մենք կունենանք հաջողություն։ Իհարկե։ Կասկածում եք երբ։ Չեմ կասկածում, բացապես ցանկացած։ Ես հիշում ես քեզ ինչ ասացի, չէ՞, մի քանի օր առաջ էր թե անցյալ շաբաթ էր փորձի հետենք, վայնը ասաց վախենում ես։ Հա։ Ասացի վախենում են այն մարդիկ, որ ինչ։ Հա։ Որ շատ պատրաստ են եւ գիտեն։ Շատ բան գիտեն ու պատրաստ են։ Այո։ Որովհետեւ դա շատ հասարակ սեսից բարձրովա բացատրում։ Սիրելի հերոստատիտողներ, փաստորեն այս դեպքում ես ասեմ փաստ արձանագրեմ, Ռաֆին վախենում է, որտեղ ինքը շատ բան գիտի ու շատ պատրաստ է։ Քո ասածը կոդեմ վերեցի։ Ասացի այդպես է, դու ասացիր, հա ճիշտ ես ասում է։ Եմ չի իմանում ես, չեմ իմանում էլի, ով ինչ զվատող ասի։ Այս այդ պատճառով մենք ու լավ իմաստով վախենում ենք, լավ իմաստով պատասխանատվություն ունենք, այդ շատ կարևոր է։ Համենայն դեպքում ես այս եթերից անձնապես քեզանից շնորհակալություն եմ հայտնում Վահե ջան։ Ես պիտի ասեմ, որ քեզանից շատ բան սովորեցի ես ժամանակի ընթացքում, որ մենք միասին աշխատեցինք եւ չեմ կասկածում, որ այս համագործակցությունը պիտի շարունակվի Վահե ջան անպայման, իմիջիալոս Նարինեի հետ էլ, որով ինքն էլ շատ ազնիվ անձնավորություն է, շատ པարզ եւ շատ մաքուր ձևով է հարցերին մոտիկանում։ Եւ հենց, այո։ Լավ, հիմա եթերում այդպես ենք ասում, բայց փորձերի ժամանակ կարող է պատահի ճվճվում ենք բանման ենք ասում, Իդեպ պետք է շարունակվի, որտեղ ոնց չի որ դու ասացիր ես վերադարձնեմ, բայց իսկապես ես էլ լիքը բան ունեմ սովորելու ձեզնից երեխեք։ Դե մենք իրար հետ աշխատում ենք սովորելու համար։ Նաեւ կարծում եմ։ Այո։ Ես ուզում եմ ասել, որ այս ներկայացումը չէր կայանա, եթե չլինեին այն մարդիկ, ովքեր մեզ հավատացել են եւ աջակցել են։ Եվ ես ուզում եմ բոլորին անուն առանուն շնորհակալություն հայտնել։ Ես իհարկե կկարդամ նրանց բոլորի անունները, ովքեր իրենց մասնակցությունն ունեցել այս գործին, սիրելով Սևակ, անմիջապես երբ լսել են Սևակ, ասել են, օ, շատ հետաքրքիր է եւ փորձել են մեզ աջակից լինել եւ օգնել։ Երևան Shipping ընկերությունը մեր հովանավորն է, Dream Preschool Academy-ն մեր հովանավորն է, Փիլոսյան Medical կենտրոնը մեր հովանավորն է, Delphina Skin բուժիչ քսուկ մաշկն առողջացնելու համար նույնպես մեր հովանավորն է։ Մեր շատ լավ ընկեր Երևան Printing-ը, որը մեր ինֆորմացիոն հովանավորն է, Armenian Women's Power-ը, նույնպես ինֆորմացիոն հովանավոր է։ Մեր շատ սիրելի Horizon հեռուստաընկերությունը, որ երբեք ոչ մի անգամ ոչ մի բանում մեզ չի մերժել, մեր հովանավորն է, եւ նաեւ մենք ունենք ընկերներ Տիգրանը եւ Էլվիսը, որ նույնպես մեր ընկերներն են եւ մեր հովանավորներն են, այնպես որ ես բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում մեզ ձեռք մեկնելու եւ այս գործը կյանքի կոչելու համար։ Սիրով սպասում ենք ձեզ եւ ուզում եմ այսքանով ավարտել մեր այս հետաքրքիր զրույցը, կարծում եմ, չէ՞, հետաքրքիր էր։ Իհարկե։ Հուսով ենք, որ հետաքրքիր էր, առողջ եղեք, ապրեք երջանիկ եւ ինչպես մեր շատ սիրելի դերասան Մհեր Մկրտչյանն էր ասում, կյանքը ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։ Սիրեք ձեր կյանքը եւ թատրոնը։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Համատարած ջիջ է,
համատարած կանչ է, համատարած գոռոց։ Հոկտեմբերի 8-ին եւ 9-ին Փասադինայի AGBU կենտրոնի թատերական բեմում կայանալիք խենթությունը դիտելուց հետո ոմանք կասեն պոեզիայի երեկո էր, մյուսները թե ներկայացում էր, շատերն էլ կասեն կինո էր։ Իսկ մենք ասում ենք, սա մի գլխապտույտ է, Պարույր Սևակի բանաստեղծական ոգով։